բազմատիպ հայտարարություն արեց եւ դա հաստատում է օրինակ Ռուբեն Ռուբինյանը ԿՊ-ից Ազատություն ռադիոկայանության մեջբերում անում իշխող քաղաքացիական պայմանագրին մտահոգել են ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք կարող են կրկնել Գյումրու քաղաքապետի ընտրությունները, երբ ընդդիմությանը հաջողվեց միավորվել պարտության մատնել իշխանությանը։ Հիմա մեջբերում պլանը շատ պարզ է 3 ուժով մասնակցել ընտրություններին, կարող է ընթացքում նույնիսկ ասեն, որ մենք միմյանց հետ կապ չունենք, հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնեն իշխանությանը, հայտարարել է ԿՊ վարչության անդամ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ինչ է խոստանում մեզ եւ ինչ է ասում, որ կանենք։ Չպետք է թույլ տանք, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները նկատի ունի Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին ոտնատակ անեն մեր ձեռքբերումների իշխանությունը մտահոգված է։ Խնդրում եմ հատկապես ուշադրություն դարձնել ձեռքբերումները բարի վրա, մեր ձեռքբերումները, ինչ ասել է ԿՊ-ի եւ Նիկոլի ձեռքբերումներ, այստեղ ձեզ հնարավորություն կտամ ազատ արտահայտվելու, այսինքն կարող եք հերթով նշել, որ մեր հանրությունը մոռացել է դրա մասին ասելու, երբ որ դու ապակե տան մեջ ես ապրում, պետք չի քայլ նետել դիմացինի վրա։ Եվ ինչ ասել է թույլ չենք տա, այսինքն ինչ են անելու, շատ հետաքրքիր է։ Հենց այնպես չի փորձարվում այստեղ հասկանալ ինչպես կարող են խաղարկել, բայց այստեղ խնդիր կա, որ երբ որ խոսում են ինչ-որ օլիգարխների մասին կամ թույլ չտալու, ես պիտի խորհրդամ իրենք մի հատ հայլու մեջ նայեն, իրենց նորաթուխ օլիգարխներին, որոնք չգիտես ինչպես մի քանի տարվա մեջ միլիոնների, միլիարդների կարողություն են վաստակել մի երկրում, որը այսօր թաթախված է պարտքերի մեջ եւ ամեն տարի մի միլիարդով ավելացնում է իր պետական պարտքը եւ այս պարագայում իրենց կողմից բնականաբար նման այսպես ակլորավարի ելույթներ ունենալը փորձ է անում ցույց տալ, թե իրենք տիրապետում են իրավիճակին։ Մի քանի այստեղ բան կա, հա, այսպես ասում են մոտեցում, որոնք իրենք աշխատացնելու են, նախ իրենք փորձում են 18-ին իրենց իշխանության բերած թեզերը օգտագործել, հույս ունենալով, որ դա ինչ-որ միտեղ կաշխատի, այն նախկին ներկա, սև ու սպիտակ, կաշառակերության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար եւ տվյալ դեպքում օլիգարխը հիշեք այն ժամանակին, չէ՞, որ խորհրդանում օլիգարխներ չպիտի լինեն, իրենց կողքը նստած են եւ ֆինանսավորում էին այդ օլիգարխները, չեմ ասում նորելուկ ոմանք, որոնց անուններ ընդհանրապես երբևէ չէին լսել եւ հանգարց միլիարդների սեփականության տեր դարձան։ Այս առումով զարմանալ չէ, այսինքն իրենք այն սնդուկից հանելու են հերթական թեզը, փորձելու են աշխատացնել, տեսնել որը կկպնի։ Գուցե ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան աշխատի, բայց մենք եկեք հասկանանք, օլիգարխների մասով իրենք են դարձել օլիգարխ։ Միայն այն, որ վերջերս կարծեմ հետքներ թե ինֆոկոմներ, որ հետազոտություն է իրականացնել, որ պետական մակարդակով արտոնություններ տված ընկերություններ միլիոնավոր դրամների նվիրատվություն են իրականացնել Իմ քայլը հիմնադրամին, որի փոխարեն իրենք ստացել են այդ պետական արտոնությունները տարբեր ձևով, այսինքն մենք այստեղ մեր հաշվին, մեր բյուջեի հաշվին իրենց գրպանները լցնելու խնդրին ենք առնչվում։ Մյուսը նույն ասֆալտն էր, որը դրոշակ սարքացման էին գալիս եւ մենք ականատես ենք, որ ասֆալտը ոտ-ոտ առած գնում է։ Անհասկանալի է, թե ուր է ի վերջո հանգրվանելու 4 սանտիմ դրա փոխարեն 5 լինի, 6 լինի, այսինքն ինչ թալան է տեղի ունեցել Նիկոլենց կողմից ասֆալտի, որ պատահական չի, որ իրանք ասֆալտի վրա են շեշտադրում, որովհետև առաջինը դա մի քիչ տեսողական է, հա, ժողովրդի աչքը փակելու համար շատ հեշտ մեթոդ է, երկրորդը ասֆալտ ամենահեշտ մեթոդն է փողերը լվանալու եւ կլանելու համար եւ դա միայն մեր երկրում չի, հա, ամբողջ աշխարհում է դա ընդունված։ Այն պարագայում, երբ որ կան այլ տեխնոլոգիաներ, որոնք շատ ավելի խնայողական են եւ շատ ավելի երկարակյաց ծածկույթներ են ապահովում, հատկապես մեր նման երկրներում, որոնք մեծ կլիմայական փոփոխությունների ամպլիտուդներ ունեն։ Դե հիմա ասում են, չի ասում, որ իրենց քարուքանդ փոսերով հետ գողացած լափած ասֆալտներով հենց որ անցնում են, ասում են մի քիչ էլ դիմացեք, հիմա մենք կհասնենք նախկինների կառուցած ճանապարհներին, որ արդեն հանգիստ կգնանք։
Այստեղ էլ բան չկա ասելու, էլի, համեմատելու։ Դե մենք միջև հիմա սպասում ենք մեր գերիների վերադարձին։ Այդ մի քիչ էլ է։ Կգանք, հիմա մենք դրան կգանք, բայց ես այս իրանք ինչ են անելու, ձեր կարծիքով ինչ են նախապատրաստել իրենք։ Մյուս խնդիրը, որ իրենց արժևում դնում են, բնականաբար իրենք հրահանգ ունեն դրսից ամեն ինչ անել, որպեսզի վերընտրվեն, որովհետև կնեք արևմուտքը միլիոնավոր դոլարների ներդրում ունի եւ եթե մենք հավատանք այն միլիարդների մուծումները, որ արվել են Արցախը հանձնելու եւ փաստացիորեն Սյունիքը նվիրաբերելու համար, խոսքս մեր ադրբեջանական եւ թուրքական շահերը սպասարկող ծրագրի մասին է, որի առումով մենք թե ձայնագրություն արևմուտքն տվե թե տվել են Նիկոլինը տվե թե հետագայում քրեական գործը կբացահայտի ում նկատի ունեք տվել են իշխանություններին բնականաբար իշխանության ղեկին նստած անձի այսինքն գացեք Զատուլինի հայտարարությանը Զատուլինը Ես կարծում եմ, որ Զատուլինը արդեն արտահայտում է այն, ինչը որ ռուսական իշխանությունները շատ լավ գիտեն, բայց մինչև օրս խուսափում էին դրա մասին բացահայտ խոսելու։ Այո, միայն 5 չի, կարծեմ այնտեղ ուրիշ բաներ կա, եւ մենք գիտենք, որ ուրիշ բան չէ Վանեցյանի հենց ծրարները։ Այո, իր իսկ խոստովանությամբ ծրարներ են փոխանցվել, որի հետ կապված մենք ոչ բացատրություններ ունենք եւ այդ ծրարների փոխանցմանը զուգընթաց մենք տեսել ենք Արցախի հանձնման գործընթաց։ Ավելին ասեմ, հիշենք նույն Վանեցյանի խոսքը, որ կոչ էր անում կանգ առնել, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում էր, թե դա ուր է տանում։ Սա ուղղակի զուտ որպես փաստական վկայություններ, որոնք անուղղակի կերպով ապացուցում են, որ գործարք է տեղի ունեցել։ Ոչ թե մենք պարտվել ենք, ոչ թե մեր զինվորը չի կռվել, ոչ թե Արցախը ինքը ունակ չէր որպես առանձին պետություն կամ անգամ հայկական քաղաքական միավոր շարունակել գոյությունները, այլ որ սա ծրագրված քաղաքականության իրականացում էր, որի անմիջական մասնակիցներ մեր իշխանությունը իր ամբողջական ներկայությամբ։ Եվ կարծեմ հենց երեք էր իրենց ներկայացուցիչը բացահայտեց, որ նույն ամերիկյան կողմը 22-23 թվականներին անդադ հորդորել է իրենց, որպեսզի այսպես կոչ անեն հայերին Արցախից դուրս գալ իրենց համար գլխացավանքից ազատվելու համար, բայց եկեք հասկանանք, որ այն ձևով, որ դա իրագործվեց, դա բոլորի ճակատին ուղղակի զմռսեց ցեղասպանի եւ ցեղասպանական գործողությունների մասնակցի ու մեղսակցի պիտակը, բոլորի անխտիր, որովհետև նրանք, ովքեր իրականացրել են ծրագիրը, նրանք, ովքեր հղացել են եւ օժանդակել են, եւ նրանք, ովքեր իրենց քաղաքական անգործության եւ ներողություն եմ խնդրում, այս մարդը ասում է մենք դա ձեռք բերում է։ Հիմա Ռուբենյանն ասում մենք ձեռք ենք բերել, Արցախը հանձնել ենք, դա ձեռք բերում է, 10,000 մահացել են, ձեռք բերում է, Սյունիքը, Տավուշից տարածքները տվել ենք, ձեռք բերում է, թալանել ենք միլիարդներ, ձեռք բերում է, թոշակառուներին ասել են գնացեք սովից մեռեք, դա ձեռք բերում է, մենք թույլ չենք տալու Ռուբենյանի եւ իր նմանների համար հանձնվելը, ստրկության համար ստորագրություն տալը, ենթարկվելը դա ինքնիշխանություն է։ Պատերազմը խաղաղություն է։ Իրենց մահերը ձեռք բերում է։ Այո, նվաճում է։ Եվ այսպես մենք կարող ենք շարունակաբար շարունակել։ Սա հակառակ, դա հատուկ քաղաքական գործիքակազմ է, հա, հանրային, այսպես ասած, ինժեներիայի մաս է կազմում, երբ որ դու թեզեր ես տալիս, որոնք տրամագծորեն հակառակ են նորմալ մարդկային ընկալումներին, բայց դա դու փորձում ես տիրաժարավորել առանց դրա իրական բովանդակությունը փոխելուն ուղված։ Նույնը մենք տեսնում ենք նույն ցեղասպանության խնդրի հետ կապված, նույն Արցախի խնդրի հետ կապված, հա, ամբողջովին գլխից ոտքի վրա շուռ տված է ամեն ինչը ներկայացում, եւ դա փորձ է արվում որպես նվաճում, ձեռքբերում, հաղթանակ ներկայացնել։ Մեր տարածքը նվիրեցին բառի իմաստով ԱՄՆ-ին եւ Թուրքիային, տարածքը չկա, տվել են տրիպով, հիմա այս ամբողջ ժողովրդին մոլորեցնում են, թե մենք ձեռքբերում ունենք։ Այն թղթի վրա է այս պահին, բայց խնդիրը նա անում է, որ այս
խնդիրը կա։ Եվ խնդիրն անը, որ իրենք փորձում են այդ 99 տարվա ստրկությունը ներկայացնել որպես իրենց համար պետության գոյության երաշխիք։ Եվ ցույց չենք տալու։ Այսինքն մենք դրան կգանք, բայց ես ուզում եմ մեկ միևն է, սա վրա կենտրոնանանք, էլի։ Ինչ ասել է, մենք թույլ չենք տալու, որ գա, մենք այսպես ինչ, այսինքն ինչ են պատրաստվում անել։ Սա հակասահմանադրական եւ ինչ ասեմ, հանցագործ բան հայտարարություն է, չէ՞, վախեցած են Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից եւ Գագիկ Ծառուկյանից։ Եվ հետեւաբար ինչ է լինելու։ Վախեցած են նա այն պատճառով, որովհետեւ առաջինը իրենք իրենց այս 8 տարվա գործունեության ընթացքում միայն կորուստ պատերազմ, ստորացում, նվաստացում, զիջումներ, կործանում, տնտեսական անկում են բերել, ճիշտ է, թվերը ներկայացնում, բայց մենք տեսնում ենք, չէ, այսօր արդեն տեղեկատվությունը կա, որ տավարի մսի հետ կապված խնդիր ունեն, որովհետև նույն արոտավայրերը գեղեցիկ կերպով մատուցանի վրա հանձնեցին Ադրբեջանին։ Մենք լսում ենք ոսկու հանքու եկամուտների մասին, չէ՞ որ նվազել են։ Նույն մնացած տեղերը, ջրային ռեսուրսների միայն ամեն տարի ծորեն էին ստանում Արցախից։ 100 միլիոն միայն հաց։ Դեռ Արցախից ստացածը չեմ ասում, այստեղ մեր ինչքան արոտավայրը Սյունիքից, Գեղարքունիքից հանձնել։ Այո, Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնելու հետ կապված արդեն տեղեկատվություն կա, որ նույն ներքին հանդիսուղի բնակչությունը աստիճանաբար դուրս է գալիս, դատարկվում, այսինքն ամբողջովին մեզ այսպես մեր բոլոր զենքերը մերկացնում են ազոր, ազդակեր, որ ինչ կանենք, նորից կձերբակալենք, ինչ պետք է անենք, չգիտեմ, պայթեցնենք, ինչ են անելու։ Ձերբակալելու հնարավորություն չուներ, դե արդեն իրենց բոլոր ուղեղի մորմոքի արդյունքում հնարած բոլոր մեղքերն ու խնդիրները փորձում են բարթել, ոչ միտեղ չի տանում եւ կարծում եմ արդեն ժողովուրդը ամենակարևորը ժողովուրդը դրան տոն չի տալիս, հասկանում եք, իրենք փորձում են 30 քանի տոկոսը որտեղից որ բոլոր հարցումներով առայժմ 28-ից 31-2% ունեն, որտեղից իրենց է։ Ես չգիտեմ այդ հարցումները։ Չէ, տարբեր ուժեր են անցկացնում եւ մոտավորապես այդ անիմացիան։ Գիտեք, ես նման թվերի չեմ հավատում, բացատրեմ ինչու։ Առաջինը մեր ժողովուրդը ունի շատ զգուշավոր պահվածքի մտածելակերպ, հա, անգամ եթե դու հիմնական հեռախոսային են հարցումները եւ հեռախոսային հարցումների պարագայում ինքը մտածում է որ կարող է իմանալ շատ լավ իմանալու որ բոլորին լսում են, բոլորին հետևում են, հա, եթե Facebook-յան էջում մի հատ լայք ես դնում ու դրա համար կարող են աշխատանքից ազատել, հիմա բացատրեմ ինչ է կատարում։ Ժողովրդի մի մասը, որը երազում է այս իշխանության հեռացումը, սեփական անվտանգությունից, աշխատանքից չզրկվելու եւ այլ վախերից դրդված, ինքը կարող է հարցման ժամանակ ասել, որ ես աջակցում եմ, բայց իրականում դա չլինի, որտեղ մենք իրական պատկերը կտեսնենք միայն քվեաթերթուփի առաջ, բացառապես, երբ որ նրան վախեցնող այդ պահին։ Լավ, հիմա ինչ անելու, եթե ասում եք սպառել է ձերբակալությունները, չունի որոշակի շերտ։ Ես չեմ ասում, որ չունի որոշակի շերտ աջակիցներ, բայց ես չեմ կարծում, որ այդ աջակիցների թիվը վարչական ռեսուրսի, չգիտեմ, փողերի, մնացած խնդիրների, վախերի, կոմպրոմատների կիրառմամբ 15-ից 10%։ Այս հայտարարությունը այսպեսի հայտարարություն անելս նշանակում է հակասահմանադրական բան է հայտարարում, այսինքն մարդու իրավունքն է մարդընտրությունների մասնակցել, հայտարարություն անելով ինչի համար են իրենք հող նախապատրաստում եւ ինչ կարող են անել, Նիկոլը ինչ կարող է անել, որ Նիկոլն է հայտարարում, հետևից Ռուբինյանը, դուք ճիշտ նկատեցիք, մի կողմից կա վախ, բայց մյուս կողմից ինչ որ բանի հող են նախապատրաստում, ինչ են պատրաստում անել։ Իրենք փորձելու են, ես ասել եմ, իրենք փորձելու են հիմնական դերակատարներին ինչ որ մի ձևով չեզոքացնել։ Եկեք հասկանանք չեզոքացնելու ինչ տարբերակ ունեն։ Եթե իրենք կարծում են, որ նույն երկրորդ նախագահային, չգիտեմ, Սամվել Կարապետյանին կամ այս պարագայում Ծառուկյանն է, չէ, երրորդ ուժի գլուխը եւ Թաթոյանը չորրորդ փաստորեն։ Երեքին նկատի ունի։ Հայակվեն կարծեմ էլի հայտ է ներկայացնել, չգիտեմ, ինչ համադրությամբ կմասնակցեն, թե առանձին կմասնակցեն, բայց եկեք հասկանանք, մենք 4-ը ընդդիմադիր թևի հետ գործ ունենք, քիչ թե շատ, այսպես ասած, ամբողջ դաշտը ներկայացնող։ Իրենք եթե մտածում են, որ պիտի ղեկավարներին կալանավորեն կամ վախեցնեն, կարծում եմ իրենք անցել են այդ կալանավորման էտապով եւ վախի դրսեւորումները առանձնապես չկա, գումարած դա հակառակ էֆեկտն է ունենալու հանրության վրա։
Եթե փորձեն վեհապարին ինչ-որ մի ձևով ձերբակալել, Նորից դա հակառակ։ էլ ավելի վատ ազդեցություն է ունենալու։ Այսինքն իրենք հիմա ցուկցվանգի մեջ են։ Իրենք փորձում են ինչ-որ վախեր նետել դաշտ, դրանով փորձել հանրության վրա ազդեցություն գործել, բայց իրենց այս նետած դաշտը, այս թեզերը ցույց են տալիս առաջինը իրենց սնանկության աստիճանը, իրենց անզորության աստիճանը, եւ երկրորդը, որ արդեն բոլոր այն զտման գործընթացները, որոնցով անդիմադիր ղեկավարները պիտի անցնեն, իրենք արդեն անցել են եւ ցույց են տվել քրեական գործերով, ձերբակալություններով, առանցքային դերակատարում։ Ճիշտ նկատեցիք, իմիջիայլոց սրբազաններին ձերբակալելուց հետո մի տեսակ արդեն նայեք, բոլորի համար կալանավայրում հայտնվելը արդեն սարսափելի բան չի։ Դա կենսագրության մեջ հակառակը ինչ-որ մի դրական կետի տեղ է որ օկուպացված երկրում մենք դե կներեք, եթե մենք ունենք մի երկիր, որտեղ դրսից է կառավարվում, փաստորեն դրսի այդ թվում թշնամիների թելադրանքով։ Այսինքն դուք կարծում եք իրենք կփորձեն, բայց ձեր կարծիքով իրենք սպառված կփորձեն օրինական բայց արձանագրում եք, որ հակասահմանադրական հայտարարություն են անում իրենք։ Միանշանակ հակաօրինական հակասահմանադրական է, բայց իրենք պիտի ինչ էին անընդհատ խոսում